Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի միջոցառումներ։ Առավոտյան ժամը 10-ին Մոնտեբելոյի Հայոց ցեղասպանության հուշարձանի մոտ հոգևոր արարողություն եւ ծաղիկների խոնարհում։ Երեկոյան ժամը 5:30-ին Արդարության պահանջ համայնքային հանրահավաք Գլենդելի քաղաքապետարանի դիմաց եւ ժամը 7-ին դիտեք Armenian Genocide Committee-ի հատուկ թողարկումը։ Բարև ձեզ սիրելի հեռուստադիտող բարեկամներ, անգամ եւս կողջունեմ ձեզ AMG-ի հեռուստաընկերության հիմնական հաղորդաշարով։ Այո, դարձյալ ապրիլ է։ Ապրիլ է եւ ամեն մեկ հայ, որ ապրիլ բառը գլսե, իր մարմնի մեջ սարսուր է, որ կանցնի։ Կարունա ձունը արել։ Կարուն էր, բայց մեր ճակատագրին մեր պատմության մեջ ծույն եկավ, ծույն մաղեց մեր բաց գլխի, ծույն մաղեց գրակի պես։ Եվ ինչպես մարդկային իրավունքը կպահանջե, որ մենք ամեն տարի ոգեգոչենք, դա մեր պարտականությունն է, հայ ժողովրդի աշխարհով մեկ որ երկրում, որ ցամաքամասի վրա, որ գտնվի, պետք է անպայմանորեն հիշենք, հիշատակենք այդ եղերնի ահավոր սարսափելի օրերը, որոնք նոր էջը բացին մեր պատմության մեջ։ Եվ ինչպես սովորություն է հարավային Կալիֆոռնիա մեջ, քոնե մեկ անգամ հայերս կհավաքվենք կովի կուկանք եւ կողոքեգոչենք։ Երանի թե մենք կարենայինք միշտ 364 օրերն ալ նույն ոգով եղբայրաբար միասնական աշխատենք։ Ուրեմն այս գեղեցիկ սովորությունը այս տարի եւս, որովհետեւ չմոռնանք, որ այս տարի 110-րդ ամյակն է եղերնի եւ միևնույն ժամանակ նաեւ Մոնտեբելո հուշարձանի 60 ամյակն է շինարարության։ Ես կողջունեմ մեր տաղավարներս, մեր շատ սիրելի իմ ընկերները, բայց եւ նաեւ բոլորը կճանչնակ, ես սկսենք, բարի երեկո, շնորհակալ եմ, որ բազմասպաղ եք, գիտեմ, շատ ծրագիրներ ունիք եւ հաջախագի ժողովներու գերցակ, բայց եւ այնպես չմերժեցիք մեր հրավերը, եկաք բարի երեկո ցեզի։ Իմ հյուրերս են բարոն Միրան Խաչատուրյանը եւ Սարո Կիրկոնյանը, այո, ես իրեն Սարո եւ Միրան գիտեմ, բայց եւ այնպես այսպես պաշտոնականությունը նաեւ պահենք։ Գիտեմ, որ շատ ինչպես առաջին ծանոթությունը արդեն մենք ցույց տվինք, բավական ջոխ է, պիտի խնդրեի, որ կարենակ նախ բացատրել ինչպես, ուր եւ երբ պիտի էլա։ Հրամեցեք, խնդրեմ։ Շնորհակալ եմ բարոն Ստեփան, նախ եւ առաջ շնորհակալություն ցեզ եւ ինչպես նաեւ AMG-ի հեռուստաալիքին, որ մեզ այս արիթը կուտակով որքան եւ մեր հայրենագեստները մոդիգորեն խոսենք, բացատրենք, գավվենք եւ այնպես դերեկություններ տանք, ինչ պիտի կատարվի ապրիլ ամիսը։ Ինչպես որ լսի ճիշտ է, ապրիլ ամիսը մտանք հիշողության, բահանջադիրության ամիս է։ Մենք կհիշենք եւ բահանջադերներն ենք, դերերն ենք այս ստադին։ Եվ ադոր համար մենք եկած ենք այսօր խոսենք ադոր մասին։ Ես արիթ դամ 1-2 բարոյալ Սարոն ինչ որ բիդես է ողջունի խոս, հատկե վերջը մանրամասնությունների մասին ավելի խոսենք։ Հրամեցեք։ Ես շնորհակալություն կհայտնեմ բարոն Հովագիմյան, որ մեզի հրավիրած եք այս երեկո եւ որ բացատրենք մեր համայնքին, թե զանազան ծերնակներ կան, որ իրենք մեր համայնքին կքաչալարենք, որ կան եւ իրենց հիշենք ցեղասպանությունը, մեր նահատակները եւ ինչպես Միրանը ասավ, մեր բանջկները հարաճ տանենք։ Ինչպես ասեք, կարևորակույն ամենակարևորը միասնականությունն է այս հարցի։ Հիմա գնստենք կխոսենք զանազան ցերնակներու գազմագերված այս ամսվա մեջ, բայց մեզ համար ամենակարևորը բարոն Հովագիմյան այդ է, որ միասնականություն Ինչու միասնականություն, ինչպես որ տոնոսիր, քոնե
այս ամիս միասնականությունը լա եւ դա շատ կարեւոր է այո հաջախակի մեր ինչպես դու խոսքեր գլա որ մենք միասնական չենք բայց բարիփունի մասով ասեմ միասնական ենք շատ բաների մեջ կաշխատենք իրար հետ իշա մեր հայրենիքին համար իշա մեր հայության համար իշա մեր քաղաքօջախներու համար ասիգա հայկական ցեղասպանության ողջման մարմինը այսօր կողքովի եկած է ինքը կփականա զանազան մարմինները, զանազան միությունները, զանազան գուսակցությունները, զանազան, ասենք, գազམ་ագերբություններ են։ Նախ եւ առաջ ասեմ, որ ամենագարևորականը մեր 4 եկեղեցի ղեկավարությամբ 2 սրբազաններ, կաթողիկե Քերաբայձար, ինչպես արել Բադվելի ներկայացուցիչ բանը, ադոնք մեր գլխավոր ղեկավարներն են, այո, գուսակցությունները կան, բարեգործական միությունները, օգնության միությունները, ինչպես նաեւ երասարտական, մարզական, ասում ամենը կովի քալով կգազմագերբենք ապրիլ 24-ը։ Այդ նույն մարմինն է, որ 160,000-ով ցույցի ելավ, ինչպես որ գիշեք, 100-ամյակին, նույն գազմագերբություններն են, նույն բաները, որ կաշխատին այս հարցի շուրջ։ Այս տարի մենք մի քանի ցերնակներ ունենք, որ եւ ապրիլ 24-ի օրն են։ Բայց նախկին տարիներու բանը թեթևացած ենք։ Դա ասենք մեկ օրվա մեջ լեցուն դեղեր վազեված չլա, որովհետեւ այս տարի գիտեք ապրիլ 24-ը կինա 5 շաբթի օրով 5 շաբթի Ամերիկայի մեջ աշխատանքային օր է, կհասկանանք մեր հայրենիքի համար զանազան մարդիկ կնան աշխատանքային լան, բայց այդպես հրազենք, որ իրենց հեշտացուցած ենք։ So, եթե գուզես Սարոադոր մասին ավելի խոսիր, գադարավելի արդվան մասին, ապա ոչ ես կեսօր յետքը մասին խոսեմ։ Շատ լավ, ուրեմն Ստեփան, առաջին ժամը 10-ին սկսյալ ցերնարնը պիտի պատրաստած ենք, որ Մոնտեբելոյի հայ ցեղասպանության հուշարձանին արշիվ պիտի լա։ Ասի ուրեմն գլա ապրիլ 24-ի արավոտը։ Այո, ժամը 10-ին եւ այնտեղ ներկա պիտի լան սկաուտներ, քայլարշավներ պիտի երկվի, հետո մեր գերական առաջնորդները աղոտ պիտի դան մեր նահատակներու համար, հետո ծաղիկներու զետեցուն պիտի լա եւ օրվա անախոս կամ պատկան պիտի դա մեր միացյալ մարմինի գոմե պրոֆեսոր Վահրամ Շամեսյանը Cal State Northridge Սիսանի ուսուցիչները հայ քիդական ամբիոնի ինքը դնորեն է ինքը մեր պատկանը պիտի դա եւ այսպես ժողովուրդը արիք պիտի ունենա մենք ծաղիկ պիտի բերենք որ ժողովուրդը գնա իր ծաղիկ առնել եւ ճիշտ հուշարձանին հուշարձանին վրա իրենց ծաղիկը տնեն եւ աղոտ տան մեր նահատակներուն so այս է ժամը 10-ին մինչեւ մեկ ժամ ցերնա արարողություն պիտի լա բայց ժողովուրդը գնա կալ 10-ին մինչեւ 4 օրվա մեջ եւ ծաղիկները հոն պիտի լան որ իրենց հարկանքի դուր կմագնեն։ Բարոն Ստեփան, այս բանը ասեմ, բոլորնուսալ դեսած ենք եւ վգայենք, ինչի կդարվի ապրիլ 24-ին Երևանի մեջ։ Բոլոր ժողովուրդը երկար at մեկ վես մղոնիչալ կքալե, երթա զգանապերտի շուրջ ծայք կտնե, աղոտ կգնե, իդ կվեթարնա, հարկանքի դուր կգուդա այդ օրվա զոհերուն եւ կվեթարնա։ Մենք մեր միություններով այս գազམ་ագերբչական մարմինի խաղապարը ադիգա ինչպես կսեն վերահանել եւ դարձնել նույնը Մոնտեբելոյի մեջ։ Մոնտեբելոյի նախկինում կգադարվեր քաղաքական խոսքեր, քաղաքական մարտիկ կուկային, խոսքարներ, ասկենատկնային, իչմը մենք մտածեցինք որ Մոնտեբելո այդ հուշարձանի բանը գիջեցնենք որ փորձեցինք այդ բանը փոխել եւ ասկսել ասկե վերջը մեր նպատակն է որ ապրիլ 24-ի օրվա մեջ օգտակնացություն լա բոլորը ով որ lunch time ելերը կորձեն կանուխ ելավ ժամը 3-ին 4-ին մեկ հատ երթա ծաղիկ տնե այդ բանը որ նույն ինչպես կսեն Երևան Լոս Անջելոս այդ գաբը ստեղծվի ինչպես կսեն այդ են մեր նպատակը մենք կուզենք որ մեր հայրենագիցները այո մենք 10-ին գսենք որ բայց ինքը մինչև ժամը 4 ոնդերը ծաղիկներու սեղան բիդլա ծաղիկներ բիդ տրամադրվին որ ով կրոր չի գալ նայր ծաղիկը բերել քոնե մեկ հատ մեխակ մանդերեն մեկ հատ վարդ մարնե եւ տնե իր հաշա սոնդապատակը գուզենք որ դարձնել Լոս Անջելեսի Մոնտեբելոյի հուշարձանը ինչ որ Հայաստանի ձիգանապետն է
ժողովուրդը հարկանքի դուրք տալու։ Ոչ թե բանդերի երթանք բորան կանչենք կամ ասենք մենք կուզենք որ ասի Թուրքիան գամադի։ Ոչ, հարկանքի։ Ադր համար արդու ինչպես որ կորզենգերը սարոնը սա արդու պիտի լա աղոտ կարողություն եւ դες փածվի զաղեգի բան։ Լեցուն քաղաքական մարտիները զանգեցին մեզեսին որ հոսպիտալ ենք ոչ, այսքե վերջը խոսքը չի գա։ Հոնդերը հարկանքի դուրք մատուցելու դեր է։ Խոսքը որը սա վարանշամասյան ադիալ մեր Փացման օրվա բանն է։ Ճիշտ նույնը գուզենք որ հոսը սկսած։ Օրվա պատկամը գդրվի եւ մարդիկ երթան եւ իրենց հարկանքի դուրքը գմադուցեն այդ օրվա մեր նախկին նահատակներուն իսկ այսօր սրբացված մեր հայրենագիցներով։ So այսօր գողքին քաղաքական սերնարգը պիտի կազմակերպվի Գլենդելի քաղաքապետարանին շուրջ։ Ժամը 5:30 24-ի օրը։ Որովհետև ժամը 5:30-ին ինչու ասենք, ովքեր որ են կորձի են, ովքեր որ են քիչ մգանող կրնան ելնել այդ օրը կորձեն, քիչ մեկ ժամ ասենք նեփան կրնան, քալ ու անդերը բանջադիրություն։ Հոն մեր քաղաքական պատկամները պիտի դրվին, քաղաքական մարտիկ պիտի խոսին, հոն պիտի լա բանջադիրության բան։ Ինչու Գլենդել քաղաքապետարան, որովհետև Գլենդելի քաղաք այսօր սպյուրքի մեր ամերիկյան հայ սպյուրքը հայության գետրոն եղած է դարձած է ժամանակին Հոլիվուդներ ատքի առաջ գիշեք 40 առաջ ուրիշ շրջանները ընկելուտ բան հիմա դարձավ Գլենդելը իբրև գետրոն so I see բիդելլահոն 5:30-ին Գլենդելի քաղաքապետարանին հոն բիդելա քաղաքական բանջադիրության բան ապրիլ 24-ին օրը at մոտավորապես 1.5 ժամնոց հայդակ հիրգանդեղը նորեն սկաուտներ, քաղաքական կորձիչներ, հոսպիտալներ, համայնքի ղեկավարներ, հոսպիտալներ, սրբազանները, այսպես աղոտ բան, բայց ադեղի բիդելա քաղաքական հոն բիդելա որալ կանչելը, բանջադիրությունը, այդ Ամերիկայի կառավարության խնդրանք, ամեն ինչը հոն օրվա խորհուրդը այնտեղ պիտի նայեք։ So երկու դարբեր, մեկը սուրբական, սուրբ մեր հիշադակներու, գիտեք, հոն այլևս բան դերն է մյուսնալ քաղաքանն է այսօր գողքին դարբեզանազան ուրիշ ցերնարկներ կան մեկը 24-ի ցերնարկը ուրեմն 10-ին Մոնտեբելոյի հուշարձանին եւ նաեւ 5:30-ին Գլենդել քաղաքապետարանի խորհուրդը Parcher Plaza-ին մեջ անդերը բաղա so մենք կբահանջենք մեր բոլոր հայրենագեստները ներկա գտնվել որովհետեւ մենք պետք է մենք անդեր ովքեր որ հրավիրած են քաղաքական մարտիկ ամերիկյան ընդրված մարտիկ պետք է տեսնա որ հայությունը մեկ է հայությունը մեկ փրունցք է հայությունը մեկ բանջկ ունի ադալ արդարության հասնելու նպատակն է այսիկա է այսօր գողքին զանազան ուրիշ ցերնակներ կազմակերպված են մեկը դա ամենանորեն կարևորները մեկը ապրիլ 23-ի երեկոյին ժամը 6-ին մեր Սուրբ Ղևոն Տաղաջարեններս բոլոր գեղարյաններու հոգևոր մեր բոլոր համայնքի բոլոր գրոնքներու ղեկավարությամբ համացանությամբ մեկ հատ աղոթքի բادرակ պիտի կազմակերպվի Սուրբ Ղևոն Տաղաջարենի մեջ ժամը 6-ին եւ կխնդրվի մեր բոլոր ժողովրդին նորեն ներկա գտնվել ասի 23-ի երեկոյան ժամը 6-ին անդերը դեր աթուրք բարապչիցենք շատ կարեւոր է այդալ որովհետեւ գիտեք ամեն ինչ իր բան ունի նորբություն ունի ամեն ինչ իր դեր բան ունի ադի ամենակարևորն է Այսօր գողքին գա նորեն ապրիլ 24-ին օրը երասարտները ցույց կազմակերպեն որ 24-ի գեսորին ժամը 10-ին ցույց կգա երասարտական ցույց է ասի որ երասարտները իրենց թրքական հպատասխան արժևը ցույց կազմակերպեն որ ժամը 10-ին so նայեցեք ինչպես ասենք ամենը լավ շիդակ կազմակերպված ցեվով տրված է հիմա այսօր գողքին գա blood drive որ գսենք Red Cross-ին հետը եթե գուզեսնի ավելի բան գիրագիորը կազմակերպվի գո Ադոր մասը ինչպես որ գրնան կսարուն ավելի մանրամասն դար ինչպես զնվեցավ այդ խաղապարը blood drive-ին եւ ուղդեղեն աստեցավ ինչ է նպատակը well ադի կրոնական եկեցի միջոցով պիտի կատարվի եւ որպես այլում դարբեր դեղեր պիտի լան Չէ, այս տարի մեկ դեղ է միայն Գլենդելի բան Նազարեն բանը փոխաններուն եղեցին Գլենդել բուլվար դե Բակասյան այո Հոնդերը դելա ժամը 3 ժամը 9 մինչև ժամը 3 ներես Որ օրը պիտի լա Ազիկ ապրիլ 27-ին է 27-ին այո 27-ին Հիմա blood drive-ին նպատակը ինչ էր դե գիշերը որ COVID մտածենք երբ որ ամեն ինչ փակվեցավ
մենք իբրև միություններ կմտածենք որ ինչ ունենք այն ժամանակը դարի մեկա որ ջաշ բաժնեցինք հատկե վերջը դարի խաղապար մեկա որ հայությունը արուն կողնվիր է ամերիկյան Red Cross-ին որ մեր արունը հիմա այս անգամ մարդ կփրկեգո so սարոն at խաղապարին համես կգտնվի at խաղապարին ինչպես կսան առաջնորդներն են որ blood drive-ին ամեն դարի մեկ գազագերբությունը այս blood drive-ի կորզնեությունը հանցնգարն է ինքը վերցներով եւ ինքը գազագերբ է So այսպեսով այս տարի ասենք նախկինում բարեգործականը ատկարաջ գայզականներ ատկարաջ ասենք հոմը ասենք ամեն մարդ blood drive-ը գնեն դարի անգամ որ ինչու որ մենք գնվիրենք որ մեր արյունը փրկելու ուրիշ ասկեր մենք չարտվեցանք մենք զոհվեցանք բայց հիմա եկած ենք ուրիշին փրկելու so բաներ գասանք այդ ուրիշ բան 27 այո Գլենդելի Ակասիա փողոց եւ Գլենդել բուլվարի անգյունը Nazarene Church of Nazarene եւ այնտեղ պիտի լա գա ունին իրենք parking-ներ եւ նաեւ փողոցի վրա գտնակ park-ներ այո so այսոնք ամենակարևորներն են բայց եւ եթե ուրիշ բան մոռացան եմ հատ հիշեցուր ապրիլ 23-ին արավոտյան ժամը 10-ին հայ աշակերտները պիտի Քայլաշավ բինեն ինչև հուշարձանը եւ հրավիրված են բոլոր հայկական դպրոցները պիտի մասնակցին աս Չորեքշաբթի օրը Չորեքշաբթի ժամը 10-ին եւ միացյալ մարմինը պիտի նվիրե նորեն ծայգներ եւ ջուր երիտասարդներուն համար եւ so ասի ապրիլ 23-ին ապրիլ 21-ին Glendale քաղաքը իր դարեգան commemoration-ը բիդինեն Alex Cedar ժամը 6-ին գացեն իգվատեն so ad ծերնագներն ալկան որ մեր համայնքը գնա հոնալ մասնակցի ուրեմն հիմա let's recap գսեն այո recap-նենք որպեսի եւ մի հատ ուրիշ խնդրանք պիտի խնդրեի որ ով գուզե թող կա բայց ծեր միութենեն գուզեմ որ քալ շապատալ մարդ կա որպեսի նորեն գրգնենք ասի որտեվ հավատացեք որ ուզուս այդ մագիստր օպտիմուս կսեն ռոմեացիները գրգնությունն է մայրն է գադարելակորձման so որպեսի մեր ժողովուրդը չսետ այդ լուրջ ունեի չգիտեի որտեվ այս հաղորդումը ոչ թե միայն դեղական բան channel-ներում գերտա այլ նաև ցանցերով գերտա ամբողջ աշխարհին So թող տեսնեն որ մենք Լոս Անջելեսը հայությունը միասնական ենք եւ տեսնեն որ մենք լավ ծրագիրներ ունենք եւ տեսնեն որ մենք հավատարիմ ենք մեր պատմության անցյալին եւ մենք չենք կրնար մոռնալ մեր նահատակները Այո, այո, շատ կարևոր նպատակ գեդե, մենք չենք կնար մոռնալ, որովհետև գիտեք ինձ շատ մարտիկներ դուրսի որ գանտիպի Ստեփան գասեն, նախագահ ընդունեց, ամերիկան ընդունեց, այլևս ինչ ասկե վերջ։ Ոչ։ Մեզի կարևոր չէ ամերիկան ընդունի, մեզի կարևոր չէ Ֆրանսան ընդունի, մեզի կարևոր է, բայց կակատնագետին հասնելու համար։ Մեզի կարևորը վերջին ոժակորզ ընդունի իր սխալը։ Ոժակորզով է Թուրքիան այսօր։ Ինքը կորզեց այս ոժակորձությունը մեր ժողովրդին անտեպ ինքն է որ չարտեց մեր նախահայրերը կամ ընտանիքիս անդամները որ ես ասենք Պոլոնիայից ցերուցան եղանք աշխարհով մեկ մինչև որ Թուրքիան չընդունի մենք թեր վերջնական ինչպես կսեն բանի հասած չենք նպատակին այո գրնա ամերիկան կանադան աշխարհի 99% երկիրները ընդունին եթե մեկ ոժակորձ երկիրը իր սխալը իր բանը չընդունի ադես է որ մենք ենք ասած ադամա մենք պետք է միշտ պատրաստ լանք մեկ քայլ առաջ կուզեմ երթալ ասելու համար որ նույնիսկ եթե ոճրակորձը ընդունի մեր բարդականությունն է համայն աշխարհին ասել բանը never again այո never again որովհետև ես շատ մոդեն տերնոր վերջացուցի քիրքը The Diaries of Goldmeier Goldmeier ինքը առաջին գին բաներ Prime Minister վարչապետներ բանի Իսրայելի
որ 48-ին հիմնվեցավ եւ մեջը շատ հստակորեն գսե գաղբուչունի ինչ ժամանակ կանցնի բայց մեր բոլորիս պարտականությունն է գսե ամբողջ աշխարհի հիշեցնել որ մեմնալ չպետք է ասկա գրկնվի ոչ թե իրենց այլ ովևէ մեկ ազգի բայց դժբախտաբար մենք այսօր հենց այսօր գիտենք որ ինչպիսի անարդարություններ տեղի ունենան եւ մարդիկ իրենց թարավոր հայրենական բաբենական հողեն հանեցին մետր մոդե չէ 2023-ին հոկտեմբեր 21-ին 23 ես Հայաստան էի եւ Ղափանեն Քացինք Սիսյան Գորիս ու ահա որ էր վիճակը երեխաներ ընտանիքներ ծերեր ավտոյի մեջ նստած թխված միայն որբեսի հանկարծ չագերդված նոր թշնամին մենք միշտ էլ նույն թշնամին է դարբեր հակոստով դարբեր ցերկով հիմա քաղաքականություն չեմ ուզել դուք ինձ լավ գիտեք քաղաքականություն ժողովուրդն է շատ լավ գիտի այս ամենը so մոռանանք որ հիմա պայքարը գա Երուսաղեմի մեր իրավունքներն նույնիսկ իրավապանը դու ես Սարոն ես օրենքին չեմ հասկնալ ես կերտամ միայն հոն աղոթելու եւ աղոթելու ժամանակ կդեսնեմ ու գզգամ թե ինչպես նայեցեք չեմ că Երուսաղեմ եղել եք ես չէ դժբախտաբար ահա լավ եք հիմա գտնամ ես ծեր վրա ուզածս կալեցնել չեք հասկնալ ինչ որ գսեմ ուրեմն գա հին Երուսաղեմ եւ գա նոր Երուսաղեմ հին Երուսաղեմը ուրեմն այդ բարիսպը որ այսօրվա օրով է 1532 թվականին Սուլեյման սուլթանը վերանորոգեց եւ վերագազմեց այդ բանը բարիսպենն էս գա հայկական թաղամասը եւ հայկական թաղամասը շատ լավ քանի գլխավոր մուտքերու անցկերու ասենք որ այդ բարիսպները ունին թուրներ թարբասներ պիտի ասեմ այդ թարբասները ուրեմն ջաֆայեն որ ներս կմտնեք եւ շիդակ կերտակ ուխտադեղիներն են բայց եթե հանգած թեպի աչ երթակ հայկական թաղամասն է ու հոն հрьян դեղ չուներ մեր հայերը բարի գտնվեցանք մեծասիր դեղանք եւ շատ աղվոր մեծ հողագերտը եւ շենքը նվիրեցինք Իսրայելի եւ ասինք եկեք ծեր police station-ը լա եւ հadoop մարտիկ փոխանակ ավելի կարճ ճամփով երթալու հрьяներ մասնավոր իրենց հակուստներով բաներով ընտանիքներով քիշեր ցերեկ գուքան հայկական փողոցեն կանցին ցույց տալու համար որ ասի ցերը չէ մերն է Երևակայեցեք հիմա չեմ ուզել քաղաքականացնել տեսեք ինչ կան արագ սո քաչապատ նորեն պիտի գաք ով գուզեք հետենիդ բերեք բայց կուզեմ որ անպայման գաք եւ հիմա ծեր խոսքը ասեք մեր հայրենակիցներում Okay thank you նորեն Ստեփան ժամը որ Սիրո մեր պարտականությունը է մեր տարվա թեման as were truth preserved, justice pursued. So հիշենք եւ միանանք ինչպես Միրանը Սավսկիսը, որովհետեւ մեր պահանջները թեր իրական են եւ կրնանք թեր այո 110 տարի անցավ, բայց մեր նահատակներու իրավունքները մեր իրավունքները թեր իրական են կրնանք հարաճ բերել. So այս Ապրիլ 24-ին հավաքվենք եւ այդ բանջները հայտնենք բոլոր ժողովուրդներուն եւ մեր նահատակները հիշենք։ Այո, վերջին խոսքս է մեր ժողովրդին։ Սերահայրագեցներ ապրիլ 24-ի օրը 5 շաբթի առավոտյան ժամը 10-ին եկեք միասնապար գտնվենք Մոնտեբելոյի շարցանին շուրջ Ձաղագի զերեղումը կատարենք մեր աղոթքը եւ մեր հարկանքի դուրքը մատուցենք մեր հերոսներուն։ Ատկե վերջնալ
ովքեր որ ոյում եք դարբեր զանազան ձեր չեմ ուզել շատ ժամը առնել, զանազան դեղեր պիտի երթանկացեք, ամենակարևորը եթե կեգեք ժամը 5:30-ին Գլենդել քաղաքապետարանի շուրջ հավաքվենք, որ մեր բանջարդիրության պատկամը ներկայացնենք աշխարհին։ Այս է, շնորհակալություն պարոն Ստեփան, շնորհակալություն բոլորին, շնորհակալություն AMG-ի հերոստաժամին, որ մեզ ասարիթը տվավ, հուսամ նորեն կհանդիպենք եւ աստծանանք ման խոսանք։ Նա դարձյալ ցեզի շնորհակալություն եւ սիրելի հերոստատիտող բարեկամներ, մի հատ խնդրանք ունեմ ցեզի, երբ որ Գլենդել քաղաքապետարանի խորհրդի այդ շենքին Parcher Plaza-ի մեջ գնան, նամանավանդ երիտասարդներուն պիտի խնդրեի, որ զուսպ մնան, ինքնաշարժներով ավելորդ աղմուկներ չանեն եւ չխանգարեն ծրագիրը եւ նաեւ ժողովուրդը։ Թող մարդիկ զարմանան մեր օրինապահության վրա եւ ոչ թե լկտի պահումի վրա, այսի հadoop ես կուզեի ասել։ Եզրափակելով այսօրվա մեր ծրագիրները, ասեմ, որ սիրելիներ, մի մոռացեք։ Եթե կուզեք իմանալ այն քաղաքնիկը այն է, որ մեր ուժը մեր միասնականության մեջ է եւ ինչու պիտի չհպարտանանք։ Կանք պիտի լինենք ուտեր շատանանք։ Շնորհակալություն եւ ցտեսություն մինչեւ մի շաբաթ։ Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի միջոցառումներ։ Առավոտյան ժամը 10-ին Մոնտեբելոյի հայոց ցեղասպանության հուշարձանի մոտ հոգևոր արարողություն եւ ծաղիկների խոնարհում։ Երեկոյան ժամը 5:30-ին արդարության պահանջ համայնքային հանրահավաք Գլենդելի քաղաքապետարանի դիմաց եւ ժամը 7-ին դիտեք Armenian Genocide Committee հատուկ թողարկումը։